նա նման ձևակերպում էր արել, խոսելով անկախության մասին, վերլուծել է համաշխարհային իրավիճակը, տարածաշրջանի իրավիճակը ու հասկացել է. միգուցե մենք սկսել ենք հասկանալ, որ կարող է ընդհանուր հայտարար լինել ընդհանուր շահերի համար, մասնավորապես մեր անկախությունը, ինքնիշխանությունը, մեր պետականությունը ամրապնդելու համար, հաշվի առնելով, որ պատմությունը ցույց է տվել, որ մենք շահում ենք։ Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի մասին է։ Իմիջիայլոց 20-րդ դարի սկզբին մենք անկախություն շահեցինք միասին 3 օրերի ընթացքում, 1918 թվականին ձեռք բերեցինք անկախություն եւ դրանից հետո մի քանի տարի հետո մեր անկախություն միաժամանակ կորցրեցինք Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը։ Եվ այդպես շարունակում է, որ պետք է այդ պահպանել, փայփայել անկախությունը եւ այլն եւ այլն։ Սա անկախությունը փայփայել պետք է, բայց մի բան ասեմ, ես 3 շատ պատահաբար ԵԽ Բաքու ադրբեջանական պորտալ կա մի, որը շատ հետաքրքիր բանավեճ էր կազմակերպել ռուսաստանցի հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի եւ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թովֆիկ Զուլֆագարովի մասնակցությամբ։ Զուլֆագարովը ճիշտ է հիմա ֆորմալ առումով գործադիր իշխանության մաս չի, բայց Ալիևի ոչ պաշտոնական խոսափողերից մեկն է համարվում, բացարձակապես նույն թեզերներ կրկնում Զուլֆագարովը, կամ ավելի շուտ երևի սրանք ադրբեջանական նարատիվներ եւ թեզեր են, որոնք Փարիզում եւ այլուր կրկնում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Ասում բացարձակապես այս ձեր բերած բարբերությունը եւ Զուլֆագարովի ուրեմն բանդումները այդ բանավեճի ընթացքում բացարձակապես նույնն էին։ Ուրեմն տեսեք, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը կառուցված է իրենից դուրս բոլորին մեղավոր կարգելու մարտավարության վրա։ Թե ներքին խաղացողներ, թե արտաքին խաղացողներ, պոպուլյար թեմա է, չէ, դե մենք ինչ անենք, ու մենք չենք կործանել Արցախը, դա Ռուսաստանն է կործանել, այսինքն սեփական իշխանությունը ձերբազատում է այն պատասխանատվությունից, որը իրական է։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով է Արցախը կործանվել։ Մենք գիտենք, որ այնինչ հիմա այն ռեժիմը, որում գտնվում է Հայաստանը, իրական ինքնիշխանության հետ որևէ կապ չունի, եւ եթե նույնիսկ ընդունենք, որ Հայաստանը ռուսական ուղեցրում է եղել, ռուսական ուղեցրից մենք տեղափոխվում ենք ոչ թե արևմտյան ուղեցիր կամ դառնում ենք իրապես ինքնիշխան երկիր, որը որևէ բլոկի անհրաժեշտություն չունի, այլ հայտնվում ենք ադրբեջանական վասալիտետի ներքո։ Եթե Ադրբեջանում այս թեզերը շատ պոպուլյար են, որտեղ իրենք շահող դիրքերում են, այս թեզերի կրկնությունը Հայաստանում ընդհանրապես ամրապնդում է իմ այն դիրքորոշումը, որ Հայաստանը ադրբեջանական վասալիտետի բոլոր նախապայմանները խելոք կատարում է։